Նախ շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր հրավերին այս հրատապ ասուլիսի ձևաչափով։ Մի քանի շեշտադրում ներկայացնենք, այնուհետև ձեր հարցերին կպատասխանենք, վստահ ենք որոշ հարցեր ձեզ մոտ առկա կլինեն։ Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոփոխվեց տնային կալանքի, համակցված գրավով, ինչպես նաև բացակայելու արգելքով, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներով հրապարակային խոսքին վերաբերող։ Իհարկե այս ամենը էական սահմանափակումներ են, բայց մյուս կողմից ունեցանք մի իրավիճակ, որ 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս եղավ մեկ դատավոր, ով պատկերացրեց, որ իսկապես քրեական դատավարության օրենսգրքում կա կալանքից բացի այլ խափանման միջոց։ Քանի որ մինչ այդ պահը նշվածը որևէ ձևով չէր արձանագրվում։ Արդյոք նշվածը մի մեծ հաջողություն էր, բնականաբար ոչ։ Սամվել Կարապետյանի գործով ըստ էության հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք էլ, քանի որ այստեղ գործ չկա։ Այսինքն երբ գործ չկա, դրանում հաջողություն արձանագրելու երևույթն էլ կներեք, բայց անկեղծ չի հնչում։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածին անմիջապես հաջորդող տեսանկյունից։ 2026 թվական հունվարի 5 քննչականի եւ դատախազության կողմից կատարվեցին երկու իրենց ընկալմամբ հավանաբար չափազանց կարևոր գործողություններ։ Առաջինը արգելեցին, որ Սամվել Կարապետյանը իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա։ Վստահ եմ շատ կարևոր որոշում էր երևի թե դա իրենց ընկալման մեջ։ Իդեպ հայ ազգում մեր հասարակության մեջ, մեր արժե համակարգի մեջ սա չլսված բան է։ Սա իսկապես ամոթ է։ Բոլոր իմաստներով սա խայտառակություն է։ Բայց այդ օրը դրանով չէին սահմանափակվել իրավապահ մեր գործընկերները։ Եվս մեկ շատ կարևոր գործողություն ունեին անելու, այն է մուտքագրեին վերաքննիչ բողոք, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Պատկերացրեք, ձեզանից շատերը, չգիտեմ, արդյոք 2026 թվականի հունվարի 5-ին առաջին աշխատանքային օրը հենց ինտենսիվ զբաղվածություն ունեցել եք, թե ոչ, եթե ունեցել եք, շատ դրական է դա, եթե ոչ, շատ նորմալ է դա։ Ինչի համար, որովհետև ի վերջո մենք բոլորս նաև ունենք սովորույթը, որ աշխատանքային օրերը փոքրինչ ուշ են սկսում, չէ՞ հունվար ամսին։ Բայց քննչականը եւ դատախազությունը պատկերացրեք ծանրաբեռնված մարմիններ։ Գալիս են եւ հունվարի 5-ին ամենակարևոր գործը դա այն է, որ հանկարծ Սամվել Կարապետյանը ոնց լինի տնային կալանքի պայմաններում, համակցված գրավով, համակցված բացակայելու արգելքով, համակցված լրացուցիչ սահմանափակումներով։ Լավ հարց կառաջանա, չէ՞, իսկ ինչ պետք է գրած լինեն այդ բողոքում։ Բառացիորեն ասում եմ, իրավական հիմնավորվածության տեսանկյունից դա 0 է։ Ոչ թե գնահատողական դատողություն եմ անում։ Այնտեղ հիմնավորում չկա։ Որ պատկերացնեք երկու խումբ հարցեր կային, որոնք առաջինացյանի դատարանը հիմքեր ընդունել, որպեսզի դիտարկեր արդյոք կալանքը ենթակա է վերացման, թե փոփոխման, թե ոչ։ Մեկը վերաբերում էր ջանասիրությանը, որտեղ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 25-ը մենք գործընկերներով այնքան դիմում միջնորդություններ էինք ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի վերջիններս գործողություն կատարեն։ Հավատացած եղեք, որևէ այլ քրեական գործով նման պրակտիկա չէիք գտնի։ Այսինքն մենք ինչ-որ իմաստով քննիչից ավելի շահագրգռված էինք գործով գործ անելու մեջ։ Պատկերացնում եք, սա ինքնին մեղմ ասած քիչ հանդիպող երևույթ է, բայց մենք դրան դիմել էինք։ Մենք կրկին անգամ խնդրել էինք, որ նախաքննությունը ավարտեն, ունենանք հնարավորություն դռնբացության կարգով հրապարակային դատաքննության։ Ոչ դա են արել, ոչ էլ որևէ մի գործողություն արել են։ Պատկերացրեք Սամվել Կարապետյանի մասնակցությամբ գեթ մեկ գործողություն չի եղել։ Եվ այս հանգամանքն եմ ուզում բացահայտել։ Դատական նիստի ընթացքում, երբ դրա վերաբերյալ մեր հիմնավորումները ներկայացրեցինք, տվյալները բացահայտեցինք, այսինքն մեր միջնորդությունները ստացված պատասխանները։ Քանի որ այո, քննիչը դրանք բոլորը, մեր միջնորդությունները, մերժում էր անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Այսինքն մենք ասում ենք դուք գործ արեք,
Իրենք ասում են անհիմն միջնորդություններ է տալի։ Սա է իրականությունը։ Դատարանը հարց տվեց քննիչին, արդյոք Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն արել եք, թե ոչ։ Խրոխտ ձայնով հնչեց պատասխան, որ ոչ մի գործողություն չեն կարել։ Մյուս հարցը հնչեց, իսկ Սամվել Կարապետյանի խաբման միջոցների պայմանների տեսանկյունից դրա նվազմանն ուղված, քանի որ քննիչը պարտավոր է դա անել, ինչ որ գործողություն արել եք, թե ոչ։ Նույն ինքնավստահությամբ հնչեց պատասխան, որ ոչ մի գործողություն էլ չեն արել։ Եվ այդ պայմաններում դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացնում։ Մյուս խնդիրը վերաբերել է առողջական բնույթի հարցերի, դրան որոշակի անդրադարձ կկատարենք։ Ըստ էության Սամվել Կարապետյանը այս ողջ ժամանակահատվածում, հիմա էլ ի դեպ, դեռևս իր արձագանքը դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում ինքը մշտապես դեմ է եղել այս հանգամանքներից որևէ մեկին անդրադարձ կատարելու։ Ի դեպ իր կողմից որևէ բողոք նշվածի վերաբերել չի եղել, հենց իր կողմից, բայց բոլոր դեպքերում։ Մեկ հանգամանքն ենք ուզում բացահայտել, գործընկերներն էլ կմանրամասնեն։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, եւ պարզվեց, որ իր մոտ հետ, այսպես ասած, անցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որը ախտորոշվել է փաստացի արդեն այսօր, այնպիսի պայմաններում, որ դա ունեցել է 2 ամսվա վաղեմություն։ Այսինքն գտնվելով քրեակատարողական հիմնարկում, երկկողմանի թոքաբորբով անձ է լինում Սամվել Կարապետյանը։ Եվ դա չի ախտորոշվում, դա չի արձանագրվում։ Դուք պատկերացնում եք պայմանները։ Մեկ բողոք Սամվել Կարապետյանի կողմից սրա վերաբերյալ չի եղել։ Այլ հարց, թե արդյոք մենք որպես իր պաշտպաններ դա տեսել ենք, թե ոչ։ Մեր կողմից գրություններ գրվել են։ Եվ պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են այդ ստուգումը բժշկական նվազագույն ապահովելու, մեզ գրություններով հայտնել են, որ ոչ մի խնդիր չի եղել, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Միակ ճշմարտությունը այդ փաստաթղթերում մնացածը ամբողջությամբ հանցանքին հասնող անփութություն է։ Այն է, որ Սամվել Կարապետյանի կողմից գանգատներ չեն ներկայացվել։ Այդ փաստաթղթում միակ ճշմարտությունը դա է։ Բայց ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել կամ պաշտոնատար անձ։ Հիմա դատախազը, որ պատկերացնեք հունվարի 5-ին, առաջին աշխատանքային օրով, ոչ թե միջոց է ձեռնարկում պարզելու համար, քննիչը ջանասիրություն դրսևորում է, թե ոչ, Սամվել Կարապետյանի առողջական վիճակը ինչպես է, եւ այլն, այլ մեկ գործողություն ունի անելու, դա բողոք ներկայացնելն է։ Իդեպ արձերն էլ մուտք են արել, որ պատկերացնեք հարգելի գործընկերներ, հիմքն էլ նրանում է, կարճ ասած, ինչի համար կալանք չլինի։ Դա է։ Այսինքն շարադրված է քրեական դատավարության օրենսգրքի շաբլոնային ձևակերպումները, որոնք վերաբերում են կալանքին։ Եվ պատասխանն է, ինչի չլինի կալանք։ Իսկ ինչ վերաբերում է ջանասիրության հետ կապված կամ այլ հանգամանքներին, մեկ նախադասությամբ պարզապես արձանագրվում է, որ դրա հետ համաձայն չի դատախազը։ Լավ, ինչի հետ պետք է համաձայն լինեն։ Անկեղծ, լավ, ինչ պետք է լինի։ Այսինքն պատկերացումը մեր հարգարժան իրավապահների նրանում է, որ բոլորը լինեն կալանավորված։ Մեկ դատավորի մասին հայտնի պատմություն կա։ Շատ հայտնի դատավոր է իդեպ, շատ հայտնի։ Ասում են, երբ ինքը փողոցով քայլում է եւ մարդ է տեսնում, տխրում է, որտեվ ասում է, չէ, որ այս մարդուն կարող է կալանավորած լինել։ Չէ, իդեպ, բայց շատ հեռու չեք։ Հիմա լավ, այս տրամաբանությամբ պետք է մոտենանք մենք քրեական վարույթներին։ Մյուս հանգամանքն էլ, որ հակիրճ նշեմ եւ խոսքը փոխանցեմ գործընկերներիս։ Երեք նկատեցի, որ հրապարակայնորեն 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեկնարկը, ցուցումը, հանձնարարությունը տված Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի, կարծես, ռետորական կամ ոչ ռետորական հարցադրում հնչեց։ Ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչ է դատավորի խիղճը։ Այս հարցերին պատասխանները այնքան հեշտ են,
եթե ուզում ենք հասկանանք, թե ինչ է արդարադատությունը, առաջինը դա նրա մասին է, որ օրինակ Facebook-յան արդարադատություն պետք է չլինի։ Չպետք է հրապարակային ցուցումներ տրվեն, թե ով պետք է կալանավորվի, ում նկատմամբ քրեական վարույթ հարուցվի, քրեական վարույթ հարուցելուց հոդվածները նշվեն։ Արդարությունը ո՞րն է։ Արդարությունը, գիտեք, մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է, թե ո՞րն է։ Մեր հասարակությունը իդեպ ամենալավն է կարողանում գնահատել բոլոր դատավորներին եւ այդ տեսանկյունից, թե ո՞րն է արդարադատությունը եւ ո՞րն է արդարությունը։ Դատավորի խիղճը, օրինակ, ինչ եք կարծում, կարող է ունենալ խիղճ կամ կարող է ունենալ արդարադատության նվազագույն հնարավորություն մի դատավոր, որ արդեն իսկ մի քանի ամսվա ընթացքում 3 արքեպիսկոպոսի կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Օրինակ կարող է ունենալ։ Իդեպ միջազգային փորձը այս հարցերին, որոնք թվում էր, թե այսպես ասած հանրությանը որպես շատ բարդ հարցադրումներ են մատուցվում, հա, դրա պատասխանները տրվել է։ Արդարադատության եւ արդարության համար, որոնք իրար փոխլրացնող են։ Առաջին երաշխիքը մարդասիրությունն է։ Տարական, որ մարդիկ կալանքը չֆետիշացնեն, այդ ժամանակ լինում է արդարություն, այնուհետև արդարադատություն։ Տարական մարդասիրության արկայությունն է երաշխիքը, որ լինի արդարություն, որ լինի արդարադատություն եւ դատավորների խիղճ գոյություն ունենա։ Երկրորդ հանգամանքն էլ կա։ Կոչվում է իրավունքի գերակայություն։ Շատ պարզ բանաձև։ Իրավունքի գերակայության դեպքում մարդկանց պարզապես չեն կալանավորում։ Կամ կալանավորելուց հետո համարձակություն չի լինում կալանքը վերացնելը կամ փոխելը։ Ես տեսել եմ, ինչպես էին օրինակ լրագրողները որակում Սամվել Կարապետյանի կալանքի վերացումը եւ կամ փոփոխումը որպես համարձակություն։ Հասել ենք այդ օրվան, որ բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելը դարձել է համարձակություն, բայց դա է մեր իրականությունը։ Եվ որ պատկերացնեք 2026 թվականի հունվարի 12-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոնկրետ դատավոր վարույթ է ընդունում հունվարի 5-ին արձեռն հրատապ կարգով մուտքագրված դատախազի բողոք։ Իրավական գործեր լուսաբանող մեր հարգարժան գործընկերները գիտեն, որ Վերաքննիչ Ացյանում գործերով հիմնականում լուծումները լինում են գրավոր ընթացակարգով 10-օրյա ժամկետում։ Այդ 10 օրը միշտ է լինում։ Օրինակ Սամվել Կարապետյանի գործով այդ 10-օրյա ժամկետի տրամաբանությունը հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մշտապես պահպանել են։ Այս անգամ այդպես չէ։ Այս անգամ դատավորը նախատեսել է, որ մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացնեն գրավոր դիրքորոշումները, տվյալները, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը, որտեղ է շտապում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Դատախազը հասկացանք։ Երևի թե դատախազությունում այլ խափաման միջոցի վերաբերյալ պատկերացում չկա, քանի որ իրենք վճռականորեն ապացուցել են տևական ժամանակ, որ Սամվել Կարապետյանի գործով քրեական դատավարության օրենսգիրք, այլ իրավական ակտեր, դրանք նշանակություն չունեն, քանի որ քաղաքական հետապնդում է։ Բա վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որտեղ է շտապում։ Բոլոր դեպքերում այս գործի ամենակարևոր հանգամանքը մեկն է։ Ամեն ինչ հրապարակային է արվում, ամեն ինչ փաստաթղթավորված է արվում, իսկ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը գործում է դարեր ի վեր։